հյուրախաղերի շրջանակներում առաջացավ միտք, որովհետև մի օր նստած ենք, հասկացանք, որ մի վախեցիր արդեն 20 տարեկան է ու որոշեցինք գիրքը թողարկել։ Շատ հաճախ լինում է, որ գիրքը կա, հետո են ֆիլմը նկարանում, բայց նաև եզակի դեպքեր կան, որ հակառակն են լինում։ Հիմա այդ դեպքերից է։ Իհարկե մի քիչ տարբեր են ֆիլմն ու սցենարը, որովհետև ես շատ աշխատել եմ սցենարի վրա, մի քիչ ուրիշ տեսակ եմ սարքել, բայց ինքը հենց գիրքը ավելի հետաքրքիր է, ավելի դենթերցասի սերի համար լավ անակնկալ հետաքրքիր նվեր է։ Հետաքրքիր առաջարկ է այս տարբերակում, որովհետև գիրքը, որ սկզբն աղբյուրը կարդում ես, դու պատկերացնում ես այդ ամեն ինչը, հետո ֆիլմի հետ կարող ես համաձայն լինել, թե չլինել, արդեն քո որոշելիքն է։ Բայց այս տարբերակը մի փոքր հակառակն է, իմ համար էլ է նորություն լինելու։ Վիլյամ Սարոյանը լավ խոսք ունի, ասում է, ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդացեք, որ չմոռանաք։ Հիմա մեր հայրենակիցները, ովքեր որ ֆիլմը նկարանել են, ստեղծագործող խումբը, գրքի ստեղծագործական ազգակազմը, ամեն ինչ արել են, որ մենք տեսնենք, սովորենք եւ ամեն րոպե ճանաչենք մեր հերոսներին, մեր պատմությունը։ Եվ հաստատ բան փոխվում է, որտեղ ամեն րոպե, ամեն վայրկյան նման քարոզները, նման ցուցադրությունները, թե ֆիլմերը, թե գրքերը մարդկանց մոտ փոխում է։ Ես կարծում հայերը լինեն Լոս Անջելեսում, Հայաստանում, թե աշխարհի որևէ ծայրում կարող են լավ գաղափարի շուրջ, առողջ գաղափարի շուրջ միավորվել, ուղղակի պետք է գտնել այն գաղափարը, որ իսկապես հավատ կներշնչի եւ կմիավորի մեր ազգին։ Հայը իր սրտի մեջ պիտի ունենա երբեք չվախենալու եւ լուսավոր Հայաստանի գաղափարախոսությունը, խաղաղ Հայաստանի եւ երջանիկ ապագայի։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրում են մի վախեցիր ֆիլմը, իսկ այդ մարդկանց թիվը հաշվել անհնարին է, որովհետև դա մի սերունդ չի, երկու սերունդ չի, դա սերունդներ են իսկապես։ Դա ես եմ, երբ որ երիտասարդ եմ եղել, հետո ես երբ որ հասունացել եմ, ուրիշ կերպ եմ սկսել սիրել այդ ֆիլմը։ Հիմա իմ երեխաները, իմ զավակներն են, այսինքն դա շատ տարբեր սերունդների սրտին հոգուն կպած պատմություն է։ Եվ ես կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել դիտել կամ ֆիլմը սիրելով կվերցնեն գիրքը ու կկարդան, անպայման նորից կգնան կնայեն ֆիլմը եւ ես կարծում եմ հրաշալի առիթ է։ Եվ վերջնաշով գրականությունը դա շատ մնայուն արժեք է եւ շատ ուրախ կլինեմ, որ ընթերցասերների գրապահարանում անպայման այս գիրքը լինի, որը մեր պատանի պետության պատմությունն է։ Մի վախեցիր ֆիլմը, որ հոյակապ օրինակ է հայրենասիրության, հայ երիտասարդության ինչպիսին լինելու օրինակ է, վառ օրինակ է եւ սերունդներ են դաստիարակվել եւ ելի շարունակելու են դաստիարակվել։ Եվ իհարկե, եթե թույլ տան նման ֆիլմեր պետք է շատ նկարահանվեն մեր երիտասարդներին ազգասեր դարձնելու համար։ Մենք ունենք արդեն լավ ֆիլմ։ Կարծում եմ այս գիրքը իր ասելիքը կունենա անպայման։ Այստեղ անպայման ներշնչված է հայրենասիրությունը, հիմնական գաղափարախոսությունը, հայ երիտասարդի նվիրումը իր հայրենիքին եւ այդ պայքարը մինչեւ վերջ հասնելու իր նպատակին։ Դա է ամբողջ ֆիլմի գաղափարախոսությունը եւ թող այս գիրքը ներշնչվի մեր բոլոր երիտասարդների կողմից, որպեսզի նրանց մեջ էլ այսօր մենք այդ պակասը ունենք, նրանց մեջ էլ արթնանա նույն հայրենասիրական ոգին։ Ես կարծում եմ, այն ինչի վրա հիմա գումար է ծախսվում եւ նկարահանվում, շատ հանգիստ կարելի է այդ նույն գումարով անել նաեւ պատմական ու հետաքրքիր ինչ-որ պարտադիր չի, սպասենք միլիոնների հասնող ինչ-որ հովանավոր լինի, որ նկարահանենք այդպիսի ֆիլմեր։ Կարելի է ինչ-որ մի դրվագ, մի գեղեցիկ պատմություն, մի հասարակ տղայի մասին, որը մի օր վեր կացավ ու որոշեց, ասես ես այսպես եմ տեսնում աշխարհը։ Դրա տեղը, բայց դե որ ասում է, ով որ վճարում է շոմպայնի համար, նա էլ պահանջատերերի խնդիրն է այստեղ, բայց դե շատ ուրախ կլինեմ, որ մի քիչ փոխվի պահանջարկը։